Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Հարություն Չքոլյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես սկսենք ազգային նվագարանների, ազգային գործիքների նկատմամբ հետաքրքրությունից։ Ես հիշում եմ մի ժամանակ կար խոսակցություն, որ առհասարակ ազգային նվագարանների, ազգային գործիքների նկատմամբ հետաքրքրությունը հասարակության մոտ բավական նվազել է։ Հիմա ինչ իրավիճակ ունենք։ Հիմա կարող ենք ասել, որ հետաքրքրությունը կա եւ շատ ավելին է, քան առաջ եւ ինչու է այդպես, որտեվ սոցցանցերը եւ այս հարթակը, որ հիմա ունենք, սոցցանցերի ինքը նպաստում է, որ գովազդը շատ լինի եւ մեր գալիք սերունդը նվագի ժողովրդական գործիքներ։ Ես հիշում եմ, որ մի ժամանակ, երբ այդքան էլ տենց այսպես ասած տարածվեցին ավելի շատ արևմտյան մեղեդիները Հայաստանում, ու հետո դուդուկը հայտնվեց շատ հայտնի ֆիլմերում, համաշխարհային ճանաչում ունեցող ֆիլմերում, դուդուկը սկսեց ավելի մեծ ճանաչում ձեռք բերել ու սկսեցին ավելի շատ հետաքրքրվել դուդուկով։ Այո, ճիշտ եք, եւ ինչու դուդուկով, կարծում եմ, որտեվ դուդուկի գրավիչը դա ձայնն է, դուդուկի ձայնը, որը որ ամենամոտն է մարդկային ձայնին։ Եվ թե երաժիշտներ եւ թե ոչ երաժիշտներ արտասահմանից լսելով դուդուկի ձայնը միանգամից իրենց մեջ ինչ-որ մի բան է արթնանում։ Այսինքն եւ կասեի ոչ թե դուդուկի ձայն, այլ հայկական դուդուկի ձայնը, որտեղ մեր հայկական դուդուկի դպրոցը դա յուրահատուկ է եւ գալիս է դարերով։ Եվ ինչով է յուրահատուկ։ Դե ինչպես տեղյակ եք երևի, դուդուկ նվագարանը իհարկե կոչվում են տարբեր անուններ, այլ ազգեր նաև նվագում են նման դուդուկին, բայց դուդուկի հնչողությունը, հայկական դուդուկի հնչողությունը տարբեր է։ Ինչու, որտեղ մենք ունենք եւ ունեցել ենք դպրոց, կրթվել եւ մինչեւ հիմա կրթվում ենք, թե ինչպես ճիշտ ձայնը ստանալ դուդուկից եւ նաեւ այստեղ գործիքի ֆակտորը նաեւ ծիրանափողի, հայկական ծիրանենու ֆակտորն է, որը որ նպաստում է, որ հայկական դուդուկը հնչի օրիգինալ ձևով։ Տեսեք, դուք ասացիք հայկական դուդուկը ավելի ուրիշ կերպ է հնչում, այսինքն եթե օրինակ տարածաշրջանի այլ երկրների երաժիշտները նվագեն, դա արդեն այլ կերպ է հնչում։ Իհարկե, հայի կատարած դուդուկը ուրիշ է։ Այստեղ ես ավելի մասնագիտորեն կարող եմ ասել, որ շրթունքների դրվածքը, մատերի դրվածքը, շնչառությունը եւ մի այսպիսի խոսք կա, որ ասում են պետք է ծնվես Հայաստանում, ուտես հայկական ծիրանը, խմես հայկական ջուրը, որպեսզի կարողանաս դուդուկից հայեցի հնչյուններ հանես։ Բայց ինչպես է ստացվում, այդ տարբերությունը ամեն դեպքում ես չեմ կարողանում հասկանալ, միևնույն ժամանակ, որ այլ ազգիները չեն կարողանում այդպես, չգիտեմ, շրթունքը կամ մատները այնպես անել, որ այդ նույն հնչողությունը ստանան։ Գիտեք, կարծում եմ դա ինչ-որ գաղտնիք է, դա ի վերուստ եկած։ Իրոք, որտեվ նույն ես ունեմ տարբեր աշակերտներ տարբեր երկրներից, այնինչ ես եմ անում, նույն բանը ասում եմ իրենց եւ ասում եմ, խնդրում եմ կրկնօրինակեք։ Փորձում եմ, բայց հավատացեք, չի ստացվում կամ ստացվում է թերի։ Որ երկրներից եկած։ Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ճապոնիայից, Չինաստանից։ Ես չեմ թերագնահատում այլ ազգի երաժիշտների, երաժիշտ կատարողներին։ Ուղղակի հավատացեք, որ Հայաստանում ծնված հայը, այստեղ ապրած ուրիշ է։ Եվ ելի ուզում եմ շեշտեմ, որ այդ դպրոցը, որը որ մենք ունեցել ենք, դար եկել է մինչև այսօր, այդ դպրոցը, ինչպես են, հա, չինացիները իրենց քունգ-ֆուի վարպետները ունեն, ովքեր որ տարիներ, դարեր շարունակ, հարյուրամյակներ շարունակ զբաղվել են դրանով եւ նրանք գիտեն շատ գաղտնիքներ եւ իրենց մոտ դա շատ լավ ստացվում է, քան մնացած ազգերի մոտ, հա, այսպես համեմատություն։ Եվ հայերի մոտ դա դուդուկն է։ Ասացիք տարբեր երկրներից գալիս են այստեղ դուդուկ սովորելու, այսինքն դուդուկ նվագել սովորելու։ Ինչով է դա պայմանավորված եւ շատ են վերջին տարիներին այլազգիները գալիս Հայաստան այդպիսի կրթություն ստանալու համար։ Ես իմ փորձից ասեմ, վերջի 15-20 տարին այդ տենդենսը կա եւ իմ փորձից ասելով, այո, կարծում եմ հիմա ավելի շատ է։ Հիմա ավելի շատ է, որովհետեւ ձայնագրությունները ամբողջ աշխարհով, որը որ տեղի են ունենում դուդուկի ձայնագրություններ եւ այդ սոցցանցերի ֆակտորը նաև էլի կուզենամ նշեմ, ավելի է
հանրայնացնում, ավելի հայտնի է դարձնում դուդուկը, որտեղ 30, 40, 50 տարի առաջ սովետական միության ժամանակ մենք ունեցել ենք իհարկե միշտ փայլուն դուդուկահարներ, բայց ցավոք սրտի նրանք այդքան հայտնի, հա, եթե կարող եմ ասել, չեն եղել ամբողջ աշխարհով։ Եվ եթե այդ վարպետները հիմա լինեին կամ լավագույն դուդուկահարները հիմա լինեին, օրինակ Վաչե Հովսեփյանը, որը որ ցավոք սրտի 78 թվին ինքը մահացավ եւ եթե ինքը հիմա լիներ, նաեւ ինձ թվում է իրան շատ կճանաչեին ավել, բայց իհարկե նա սովետական միությունում շատ հայտնի էր։ Ջիվան Գասպարյանի ֆակտորը ուրիշ է, որտեղ նա ինչպես ասեմ, նա ավելի շատ դուրս վերջին տարիներին իհարկե ոչ շատ ավելի վերջին տարիներին ամեն դեպքում միջազգային ասպարեզում լայն ճանաչում ձեռք բերեց Ջիվան Գասպարյանը եւ հենց այդ է ուզում հարցնել, որ շատ հաճախ դուդուկ ասելով նկատի են ունենում նաեւ հենց Ջիվան Գասպարյանին։ Եղել են շատ երաժիշտներ, բայց ամեն դեպքում Ջիվան Գասպարյանը անունը, այսպես ասած, այդ этаպում գոնե բրենդ է համարվել։ Ես պատահական չէ, որ նշեցի Վաչե Հովսեփյան եւ նաեւ Ջիվան Գասպարյան, որտեղ նրանք ծնվել են միևնույն ժամանակ, բայց մահացել են տարբեր 70-ական թվականներին եւ Ջիվան Գասպարյանը վերջերս, եւ իմ ասածը այդ է, որ վերջի տարիներին իհարկե Ջիվան Գասպարյանի շնորհիվ ավելի հայտնի դարձավ դուդուկը։ Եվ սա ուղղակի ժամանակների տարբերություն է, ես դա ուզեցա շեշտել, որ ամեն ժամանակ դուդուկ նվագարանը իր հայտնիությունն է ունեցել, բայց լավը այն է, որ ամեն անգամ տարեստարի դա ավելի է մասշտաբային դառնում եւ նոր ազգեր սկսում են ճանաչել, նոր երաժիշտներ սկսում են սիրել հայկական դուդուկը եւ ամենակարևորը, որ ուզում են սովորել։ Այստեղ խնդիրը նաեւ այն է, որ երբ դուդուկը հայտնվեց արտասահմանյան ֆիլմերում, երաժշտությունը հայտնվեց, նոր շատ հաճախ սկսեցին գնահատել այդ դեպքում հենց նույն Ջիվան Գասպարյանին արտերկրում, որովհետեւ մենք այդ կատարումից հետո տեսանք նրան տարբեր բեմերում համաշխարհային մեծության տարբեր արտիստների կողքին։ Մինչեւ այդքան էլ այդպես չէր։ Այո, դա պատահական չէ, որտեվ Ջիվան Գասպարյանը լինելով մեծ վարպետ, նա կարողացավ դուդուկ նվագարանը ցույց տալ ամբողջ աշխարհով մեկ։ Դուք ասացիք, որ տարբեր երկրներից գալիս են Հայաստան դուդուկ նվագել, սովորել, այդ արվեստին տիրապետել։ Հիմա կոնկրետ որ երկրից են եկել, ինչ կամ առհասարակ որ երկրներից են գալիս, հիմա ովքեր են այստեղ։ Վերջերս ինձ մոտ են եկել պատվիրակություն Չինաստանից, նրանք հետաքրքրված էին դուդուկ եւ զուռնա նվագարաններով եւ մենք միասին դասեր անցկացրեցինք։ Դա տևեց մի քանի ժամ, 2-3 ժամ, եւ այդպեսի դեպքեր լինում են նաեւ ինչպես նշեցի Ֆրանսիայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Իտալիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, որոնք որ գալիս են ավելի երկար ժամանակով։ Գալիս են 1 շաբաթ, 10 օր, 2 շաբաթ, նաեւ 1 ամիս ապրելու Հայաստանում, ծանոթանալու հայկական մշակույթին եւ հայկական գործիքների փողային։ Ինչն է այսօր չեմ ուզում ասել ստիպում, բայց ինչից ելնելով են օրինակ չինացիները, ֆրանսիացիները, գերմանացիները որոշում, որ գալ Հայաստան եւ սովորել տիրապետել այդ արվեստին։ Ասեմ, որ նրանք երաժիշտները, ովքեր որ գալիս են արտասահմանից, նրանք տարբեր գործիքներ են տիրապետում։ Ոմանք ջութակ, թավջութակահարներ են, ֆլեյտահարներ են, դաշնակահարներ են, բայց այդ բոլորին միավորում է դուդուկը։ Եվ կարծում եմ, որ սա ուզում եմ նորից կրկնվել, որ դուդուկի ձայնն է իրենց բերում Հայաստան։ Դուդուկի մոգական ձայնը, հա, այսպես ասենք։ Ինչպիսին է դուդուկի մոգական ձայնը։ Ես միշտ ասում եմ, որ իմ համար դուդուկի ձայնը կարծես թե վերևից եկած ինչ-որ հնչյուններ են։ Տիեզերքից եկած հնչյուններ, որը որ հայ շնորհիվ շրթունքներից կարողանում է այդ ձայնը սփռել աշխարհով մեկ եւ ներկայացնել օտար երկրացիներին, որպես հայկական դուդուկ, որպես հայ մշակույթ։ Տեսեք, դուք ասում եք, որ գալիս են այստեղ սովորելու, իսկ ինչ որ համագործակցություն արտասահմանյան արտիստների հետ լինում է, որ ձեզ օրինակ հրավիրեն այլ երկրներ երգելու այլ, այսինքն նվագելու այլ երգիչների, երաժիշտների համերգներին։ Այո, լինում է եւ
Համագործակցությունները թե երաժիշտ կատարողների հետ եւ թե նվագախմբերի հետ շատ են։ Ես եղել եմ ավելի քան 40 երկրներում, ելույթ եմ ունեցել համերգներով, մենահամերգներով, բազմաթիվ հայտնի նվագախմբերի հետ, երաժիշտ կատարողների հետ։ Կնշեք մի քանի, այսպես չգիտեմ, նվագախումբ։ Նվագախմբերից այո, կարող եմ նշել Անգլիայի Բորմութ սիմֆոնիկ օրկեստրի հետ իմ ելույթը, Լեհաստանի Շչեցինի ֆիլհարմոնիկ օրկեստրի հետ իմ ելույթը, նաև կնշեմ Գերմանիայի Ստատկապելա Վեյմար սիմֆոնիկ օրկեստրը, կնշեմ նաև Յակուտսկի օպերային եւ բալետի թատրոնի նվագախումբը, Ուկրաինայի Կիևի սիմֆոնիկ նվագախումբը, Խարկովի երիտասարդական ակադեմիական նվագախումբը, iCulture օրկեստրան եւ այդպիսի բազմաթիվ նվագախմբեր։ Այդտեղ սիմֆոնիկ նվագախումբ եւ դուդուկ համագործակցություն ինչպես է լինում։ Այդ կապը ստեղծել է Ավետ Տերտերյանը, այսինքն նշածս նվագախմբերի մեծամասնության հետ ես կատարել եմ Ավետ Տերտերյանի համար 3 սիմֆոնիան գրված դուդուկի եւ զուռնայի համար։ Նաեւ նվագախմբերի հետ նվագել եմ Հենրիկ Անասյանի դուդուկի կոնցերտը եւ Արամ Սաթյանի գրած ստեղծագործությունները դուդուկի համար, Վաչե Շարաֆյանի եւ այդպես։ Դուք ասացիք 40 երկրում եղել եք եւ համագործակցել եք տարբեր շատ հայտնի նվագախմբերի հետ։ Բայց գոհ եք Հայաստանի Հանրապետությունում այս դեպքում հասարակության վերաբերմունքից ձեր նկատմամբ, իսկ դուք դες այստեղ ճանաչված կամ ինչպես պահանջված համարում եք։ Դե կարծում եմ, որ ես եթե զբաղվում եմ երաժշտությամբ, նշանակում է պահանջարկը կա։ Այդպես չեմ ուզենա ինչ-որ ասել ճանաչված եմ կամ ճանաչված չեմ, այսինքն ամեն դեպքում ես առաջին անգամ եմ իմանում, որ դուք 40 երկրում եղել եք համերգների, համագործակցել եք շատ հայտնի նվագախմբերի հետ, ինչպես դուք եք ասում Ավետ Տերտերյանի ստեղծագործությամբ եւ այդ սիմֆոնիկ եւ դուդուկ համագործակցությունը եղել է աշխարհի տարբեր բեմերում։ Նաեւ եղել է Հայաստանում, իհարկե, վերջերս Կիրիլ Կարաբիցը համաշխարհային ճանաչվածություն ունեցող դիրիժորը եկավ Հայաստան եւ հենց Ավետ Տերտերյանի սիմֆոնիան մենք կատարեցինք օպերային եւ բալետի թատրոնի շենքում Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ միասին, բայց դիրիժորն էր Կիրիլ Կարաբիցը։ Այսինքն նաեւ այստեղ է ելույթներ լինում, այնպես չէ որ միայն դրսում բնականաբար։ Ես եմ ուզում հասկանալ գոհ եք, չգիտեմ, ես գուցե նկատի ունեմ վարձատրություն, գուցե կամ ինչ որ վերաբերմունք են, ինչ որ դրսում ապրող երաժիշտը կարող է ունենալ, դուք ձեզ այստեղ բավարարված զգում եք, գոհ եք։ Վերաբերմունքը իհարկե տարբեր են ինչ առումով, որտեվ արտասահմանում այնտեղ ավելի իրենց մոտ ողջևորությունը շատ է, որտեվ շատերը առաջին անգամ են լսում հայկական ժողովրդական գործիքները, փողային գործիքները, դա լինի դուդուկը, շվին, զուռնան, պկուն, բլուլը, առաջի անգամ են լսում, բայց իհարկե Հայաստանում գիտեն դուդուկի եւ այդ գործիքների մասին։ Բայց գնահատվելը կարող եմ ասել, այո, գնահատվում է, իհարկե որպես երաժիշտ ես կուզենամ, որ դա ավելի եւ ավելի լինի, գնահատական ավելի բարձր։ Միշտ ցանկանում ենք առաջ։ Մեր նախնական զրույցում դուք ինձ ասացիք, որ Միացյալ Նահանգներում, չեմ հիշում որ քաղաքում, երբ նվագել եք դուդուկը, ամբողջ դահլիճ այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաներ հոտնկայս բավական երկար ժամանակ ծափահարել են ձեզ։ Այո։ Դա, եթե չեմ սխալվում, 2000 կամ 6 կամ 7 թիվն էր Բոստոնի սենատում, Մասաչուսեթի ելույթ ունեցա եւ այնտեղ էր Էդվարդ Քենեդին նստած։ Մինչեւ այդ մենք ֆոյում ելույթ էինք ունեցել խմբով, բայց գործիքներ ես հավաքում եմ եւ ինձ եկան ասեցի մի վարքյան Հարութ ջան մի հավաքի խնդրեմ արի ներս եւ պետքա սենատում նվագես ես ճիշտ ասած մի քիչ անակնկալի եկա որտեղ ժամանակ 16 տարեկան էի ես սենատում 2000-ից 3000 մարդիկ էին նստած բոլորը պաշտոնյաներ կարևոր մարդիկ եւ մերին տվեց նոտան եւ ես նվագեցի դուդուկով հովերնական ստեղծագործությունը ձայնագրությունը կա եւ վերջին նոտան նվագելով աչքերս փակ էր բացեցի աչքերս եւ գործիքը իջացրեցի
ես նայում եմ հանդիսատեսին, հանդիսատեսը նայում է ինձ ու այդպես երևի մի 10-15 վայրկյան առանց չափած անցնելու։ Ոչ մի ձայն։ Բոլորը շունչները պահած, ես էլ ասում եմ, ինչա կատարվում, հո բան չեղավ։ 10-15 վայրկյան հետո, չգիտեմ, ով սկսեց ծափահարել եւ այդ բոլոր մարդիկ նստած ոտնկայս կանգնեցին եւ այդ 3000 հոգին սկսեցին ոտնկայս ծափահարել։ Դա կարծում եմ մեր հայկական դուդուկի հաղթանակն է, այսպես ասեմ։ Այսինքն իհարկե Հարություն Չքոլյան որպես երաժիշտ կատարողը այդտեղ էր, բայց ես կնշեմ, որ դա մեր դուդուկի մոգական ուժն էր, որ այդ մարդկանց հանեց ոտի եւ նրանք ծափահարեցին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս Հարություն Չքոլյանն էր։ Շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։